Ուզում եմ խոսքս ուղղել բացառապես Նիկոլ Փաշինյանին, որ այսօր բացակայում է այս պահին դահլիճից, բայց հուսով եմ ինքը ինձ լսում է։ Որպեսզի չմտնեմ անձնավորված տեսակետների մեջ վերջին ելույթներին պատասխաններ չտամ, դա չի կարևորը։ Այսօր երկրում քաղաքական եղանակ ստեղծող թիվ 1 անձնավորությունը որպես անհատ Նիկոլ Փաշինյանն է, ես դրա համար եմ խոսում Նիկոլի հետ, ոչ թե արհամարհում եմ որևէ մեկից, ճիշտ հասկացեք։ Ուզում եմ ասել հետևյալը, որ շնորհավորում եմ պարոն Փաշինյան, ձեզ մոտ ստացվեց։ Ոչ ոք այստեղ նստածներից, բացի ձեր կուսակցության անդամներից, ձեզ չէր հավատում։ Ձեզ մոտ ստացվեց։ Դուք ներշնչեցիք հույս, դուք ներշնչեցիք էներգիա, դուք ոգևորեցիք մարդկանց եւ տարիների ընթացքում անկախության վերահաստատումից ի վեր կուտակված խնդիրները երկրում, որոնք չի կարելի վերագրել բացառապես վերջին 10 տարիներին, դրանք դուք շատ լավ գիտեք, խնդիրների ճնշող մեծամասնությունը արմատներով հենց մեր առաջին տարիներից են գալիս, այնուհանդերձ այս 3 նախագահական ժամկետներից հետո Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյանը գնաց իր հետ տանելով պետականության վերստեղծման պահից առ այսօր կուտակված բոլոր պետական քաղաքական ձախողումների ու մեղքերի ծանրությունը։ Ես խնդրում եմ ձեզ, այլևս մի շարքեք Սերժ Սարգսյանի անունը։ Այդ ասպետական քայլից հետո դա առնվազն ազնիվ չէ։ Մենք բոլորս ձեր ասած նոր Հայաստանում ենք ապրում եւ եկեք նոր գինին չփորձենք լցնել հին տակառների մեջ, կամ պայթեցնելու է, կամ թթվի։ Այս իրականությունը այնուհանդերձ բերել է մի իրավիճակի, երբ խորհրդարանում նաև կրքեր են բորբոքվում։ Դուք ասացիք մերժիր Սերժին, Սերժ Սարգսյանը գնաց, չուզեցիք Կարեն Կարապետյանին, Կարեն Կարապետյանը չառաջադրվեց։ Մերժեցիք ՀՀԿ-ին, մենք որևէ տեխնացու չենք առաջադրել։ Այս հաջողությունը ձերն է եւ մեր ժողովրդի, այն մարդկանց է, որոնք հիմա նայում են։ Այդ արմատների մեջ մենք մեր մեղավորություն ունենք եւ այս դահլիճում ամենայն պատասխանատվությամբ եմ հայտնում։ Գրեթե չկա հանրությանը հայտնի գետ 1 գործիչ, որ իր մեղքի բաժինը չունի այս խնդիրների ծագման կամ զարգացման մեջ։ Գետ 1, քիչ թե շատ հայտնի։ Խնդրում եմ սա նույնպես ընդունենք որպես իրականություն։ Բայց ինչ ունենք այսօր։ Իմ հարգարժան սիրված ժողովրդի կողմից սիրված գեներալ ասաց, որ Հաշոտյանից ինչ ընդդիմություն։ Իմ սիրելի գեներալ, քո եւ Նիկոլի հետ պատրաստ եմ աշխատել ընդդիմություն։ Անկամ առանց Նիկոլի եմ պատրաստ աշխատել ընդդիմություն։ Կարծում եմ երեկվա հանրապետական խմբակցության հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ դրա վառ ու լավ ապացույցներից մեկն էր։ Երկրին պետք է ընդդիմություն։ Սա դժվար է հասկանալ էյֆորիկ ալիքի վրա։ Երկրին պետք է այլակարծություն, երկրին պետք է ազատության արտահայտման հնարավորություն։ Ժողովրդավարությունը տոտալիտար ճնշման մեխանիզմներով չի հաստատվում, իմ սիրելի հայրենակիցներ, իմ սիրելի ընկերներ, գործընկերներ։ Հնարավոր չէ այդպես։ Անկեղծ ասեմ, Նիկոլ Փաշինյանի ելույթը որպես վարչապետի թեկնածու այսօր դիմադրողական էր, բայց բավարարող ու համարժեք չէր այն խնդիրներին, որ կան Հայաստանի համար։ Անվտանգություն, կոռուպցիա, միգրացիա, աղքատություն։ Անկեղծ ասեմ, հիմա որևէ մեկիդ հարցնեն կարճ, ո՞նց է Նիկոլ Փաշինյանը պայքարելու դրա դեմ։ Կարող եք իրական բովանդակային մի քանի քայլ ասել։ Անկեղծ ասեմ, ընդդիմադիր այն բոլոր մարդկանց մեջ, որ ես տեսել եմ այս ընթացքում ընդդիմության առաջնորդներին, Նիկոլ Փաշինյանը թող ներվի ինձ այս ազնվությունը։ Զիջում է եւ Լևոն Տեր-Պետրոսյանին, եւ Վազգեն Մանուկյանին, եւ Կարեն Դեմիրճյանին։ Զիջում է ժողովուրդ։ Կան գործոններ, կա երևույթներ, որոնք այս կամ այն պարագայում հնարավոր չեն դարձնում այդ պաշտոնավարումը։ Ես համաձայն չեմ պարոն Բեկարյան, ձեր այն պնդման հետ, որ մենք ընտրում ենք վատի ու վատագույնի միջև, չէ։ Կարծում եմ մենք ընտրում ենք վատի եւ վատ տարբերակի եւ կործանարար տարբերակի միջև։ Կործանարար եմ համարում այն մոտեցումը, երբ որ առկա աշխարհակաղակական պայմանների պարագայում մեզ ստիպում են կատարել մի ընտրություն, որը ինձ համար անձամբ այս ամենը սղագրվում է, գրվում է, դատելու են տարիներ հետո, արգելի գործընկերներ։ Իմ համար անձամբ Հայաստանի ավարտի սկիզբն է։ Ես չեմ ուզում Նիկոլ Փաշինյանը, որ դարձավ հայկական Մանդելա, հանկարծ դառնա Հայաստանի կործանման կամ Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ։ Չեմ ուզում։
Նիկոլը իր անունը գրել է այս պատմության մեջ, Հայաստանի ժողովրդի պատմության մեջ, նորագույն պատմության մեջ լավով է գրել, ոսկե տառերով է գրել, պատմության տեսակետից, ժողովրդավարակության տեսակետից գրել է, չեմ ուզում փոխվի։ Ուզում եմ կապիտալիզացնենք այն, ինչ որ այսօր ունենք բոլորս, չէ՞ որ այդ հաղթանակը ըստ մեր գործընկերների բոլորինսն է, չէ՞։ Չկան պարտվաստներ, չէ՞, ճիշտ եմ ասում, չեք խաբում, չէ՞։ Տենց կներեք բառիս համար, չեք փորձում մոլորության մեջ գցել, չէ՞։ Այս շարժումը երբեմն նման է երկու սպորտային մեքենաների, որ հանդիպակաց բարձր արագության վրա գալիս են, խելամտության վրա խարսված խաղ է սա։ Ով որ առաջինը ղեկը թեքում է, ստացվում է պարտվել է։ Ինչու է այդպես։ Ինչու պետք է մենք ղեկը թեքենք ու մեզ ասեք պարտվել են։ Թեքել ենք ղեկը։ Բայց ղեկ թեքելու խնդիրը չէ, պարզապես արգելակը մի պահ կանգնացնելու խնդիրն է։ Չափից ավելի արագ են գալիս իրար վրա։ Չափից ավելի վտանգավոր է մեր երկրի համար, ես ինձ համար չեմ մտածում։ Մայրաթորի տաճարից ձեր մտքով կյանքում կանցնա, չեմ ուզում կապել էր, նախապես ասեմ, որևէ մանիպուլյացիա չլինի։ Ասածս չի վերաբերվում շարժման հետ։ Մթնոլորտն եմ ուզում նկարագրեմ։ Մայրաթորի տաճարից խաչ են ուզեցել կտրել։ Գիտեք, լսել եք, 2 օր առաջ, այսօր մամուլը գրեց, վիդեոն էլ դրեցի։ Նման բան պատկերացնել, որ 305-6 թվականներին հիմնադրված Մայրաթորի տաճարից որևէ մի հայորդի կապ չունի թեկուս հանրապետական, մեզ վրա օրինակը բերեմ, ոչ ոք չնեղանա։ Թույլ կտա իրեն բարձրանալ խաչ կտրել, ուր ենք հասել ժողովուրդ։ Մենք չափից ավելի էմոցիոնալ ու բարի զգացմունքային ժողովուրդ ենք, այն աշխարհագրությանը, որ ունենք։ Մի ցիտատ եմ բերում ու ավարտում եմ։ Չկա կյանք առանց արդարության, չկա արդարություն առանց իշխանության, չկա իշխանություն առանց ուժի, իսկ ուժի տերը մեր ժողովուրդն է։ Ինչ լավ է, չէ՞ ասված։ Չեմ ասի ով է ասել։ Պուճուրիկ ինտելեկտուալ հանելուկ։ Այդ պատմությունները չպետք է կրկնվեն։ Հայաստանի Հանրապետությունը պետք է մնա որպես պետություն, իր հերոսներով, իր փայլուն երիտասարդությամբ, իր այլակարծությամբ եւ իր ազատությամբ։ Կարծում եմ մենք հայրենիք զիջելու իրավունք չունենք, ու խնդիրը բացարձակապես պարոն Նիկոլ Փաշինյանը չէ։ Պրոստը մեր ժողովուրդը այս մեր մասնակցում են Նիկոլից խապված են զգալու հետո ուշալնելու։ Ինչ առումով, ինչով է խապը։ Նիկոլը սանի խապը բա։ Նիկոլը վաղուց վերբով դա եղածա։ Ում կողմից։ Դե իմ ասեմ։ Հետո կգա դեսպանատներից։ Պարոն Մովսիսյան, Այսօր շատ կարևոր օր է, թե Հայաստանի Հանրապետության, թե Արցախի Հանրապետության, թե ողջ հայության կյանքում։ Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ։ Վարչապետ, որը ոչ միայն գործադիր իշխանության ղեկավարն է, այլ որը դե ֆակտո գերագույն հրամանատարն է եւ գլխավոր բանակցողը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում։ Պատմությունը ամեն ինչ եւ ամեն մեկիս կդնի իր տեղը։ Վարչապետի մասով այսօր մենք ընտրում ենք ոչ թե համաժողովրդական տրիբուն կամ լավ հռետոր, այլ գործադիրի ղեկավար, որը նախ եւ առաջ պետք է աչքի ընկնի քաղաքական քայլերի կանխատեսելիությամբ եւ քաղաքական հստակ գաղափարախոսությամբ։ Կանխատեսելի նշանակում է հայեցակարգային հարցերում լինել հետևողական եւ անփոփոխ։ Ով է լինելու ձեր ընտրվելու պարագայում առաջին փոխվարչապետը, փոխվարչապետերը, պաշտպանության նախարարը, ֆինանսների նախարարը, ոստիկանության պետը, ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, էկոնոմիկայի նախարարը, ովքեր պատասխան չկա։ Ընդամենը մի քանի ամիս առաջ դուք եւ երկխմբակցությունը պահանջում եք իշխանություններից դուրս գալ Եվրասիական միությունից։ Այսօր ասում եք իրողություն է փոխվել։ Արցախյան հիմնահարցում դուք որևէ հայեցակարգ չներկայացրեցիք։ Ինչպես եք բանակցելու, որն է ձեր փոխզիջման գինը, գնալու եք փոխզիջումների թե չէ, ինչ է լինելու 7 ազատագրված տարածքների ճակատագիրը։ Ասում եք ռազմական բյուջեն կավելացնեք։ Շատ լավ է, որ կավելացնեք։ Ինչպես։ Ես այդ հարցի պատասխանը չստացա։ Գաղափարախոսության պահով։ Քաղաքական գործիչների համար ամենաէականը գաղափարախոսության առկայությունն է։ Անհնար է լինել մի քիչ սոցիալիստ, մի քիչ պահպանողական, մի փոքր էլ լիբերալ։ Քաղաքական գործիչը
պետք է ունենա հստակ գաղափարախոսություն։ Այդպես է քաղաքակիրթ աշխարհում, Վաշինգտոնից մինչև Փարիզ, Բրյուսելից մինչև Մոսկվա։ Ես հույս ունեի լսել վարչապետի տեխնացուի հայեցակարգային ելույթ, բայց ականատես եղա ժողովրդի ականջը շոյող ոչ ծրագրային ելույթի։ Իմ գնահատականները բացառապես քաղաքական են, եւ այստեղ չկա որևէ անձնական վերաբերմունք։ Կրկնում եմ, բացառապես քաղաքական են եւ որևէ անձնական վերաբերմունք մի փնտրեք։ Պարոն Փաշինյան, ինչպես երեք, այնպես էլ այսօր, դուք ինձ չհամոզեցիք։ Ես չեմ տեսնում ձեզ գերագույն գլխավոր հրամանատարի դերում։ Ինչպես ապրիլի 17-ին, այնպես էլ հիմա։ Խոսքս ուզում եմ ավարտել հետևյալ խոսքերով. Եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, մեզ պետք է ուժեղ, միասնական, ժողովրդավարական ու ազգային Հայաստան։ Աստված պահապան հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, շնորհակալ եմ ուշադրության համար։ Կոնկրետ ես իմ դիրքորոշումը չեմ փոխել, այն ինչ ասել եմ ուժի մեջ է, ես ինչ որ խոսում եմ մանավանդ երկրում տիրող ներքաղաքական ու արտաքին քաղաքական իրավիճակի եւ վարչապետի տեխնացուի վերաբերյալ, ունեցել եմ հայեցակարգային գնահատականներ եւ ունեմ։ Իմ կարծիքը չեմ փոխել։ Խմբակցության ելույթում ամեն ինչ ասված է։ Մարդը կարդում է, չի տեսնում։ Մարդը չի ուզում կարդալ, չի տեսնում։ Մենք ամեն ինչ ասել ենք, կոնկրետ իմ հետ կապված։ Ես իմ կարծիքին եմ, այդ կարծիքը բացարձակապես քաղաքական է, որևէ անձնական գնահատականներ չկան, Աստված տա, այն մտահոգությունները, որ կոնկրետ ես որպես քաղաքացի եւ ազգային ժողովի փոխնախագահ ունեմ, փարատվեն եւ Աստված տա յուրաքանչյուր նոր կառավարություն բացարձակապես եւ բացառապես արդարացնի մեր ժողովրդի հույսերը։ Ես չարախնդող մարդ չեմ, Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, որը իմ ամենասիրելի հերոսներից մեկն էր, ասում էր. եթե դու մտել ես քաղաքականություն եւ քո մաշկը փոխաբերական իմաստով, թե չէ, եւ քո մաշկը ռնգեղջուրի մաշկից բարակ է, ապա մի մտի։ Այդ իմաստով ես իմ սկզբունքները չեմ փոխել, իմ գաղափարները չեմ փոխել, բայց չեմ կարծում, որ պետք է հայտնի կենթանու համառությամբ իրականությունը չտեսնել եւ գնալ եւ գլուխը խփել պատին։ Մի բան պետք է հասկանալ, որ մենք երկիր չունենք ցնցումների տանելու։ Կոնկրետ իմ դիրքորոշումը շատ հստակ է, պարզ է, քաղաքական է ու անձնավորված չէ։ Իմ անձնական քաղաքական դիրքորոշումը չի փոխվել։ Մեր քվեարկությունը եղել է բացարձակապես քաղաքական, եւ մենք ցույց ենք տվել մեր քաղաքական դիրքորոշումը։ Բանից դուք քվեարկության օրը այդ գիտակցումը չունեք, որ իրողություն է փոխվել Հայաստանում։ Այդ գիտակցումը ունեմ, քվեարկել եմ հանուն Հայաստանի ու հանուն Արցախի եւ պատասխանում եմ նույն ձև քվեարկել։ Մենք ամսի 8-ին իզես գրեթե համոզված եմ, որ ամսի 8-ին կունենանք վարչապետ։ Լավ է, վատ է, ժամանակը ցույց կտա։ Դե համար Փաշինյանի ընտրության ժամանակ ասել եմ, ամեն մեկից եւ ամեն ինչ պատմությունը կդնի իր տեղը։ Ինչպես եք պատկերացնում։ Մարիանան ավարտի նոր։ Այսինքն չեք բացառում, որ հնարավոր է Փաշինյանի ընտրությունից հետո քաղաքական մեծամասնությունը հավանություն տա նրա վերած ծրագրին։ Նայած ինչպեսի ծրագիր կլինի։ Իսկ ընդհանրապես ինչպես եք պատկերացնում աշխատանքը հանրապետական մեծամասնություն Նիկոլ Փաշինյան վարչապետ կողմից։ Ստացվում է, որ խորհրդարանում 1/3-ով ընդդիմություն։ Երեխեք, մեկ վարքյան։ Ես չեմ կարող այսօր ասել ինչպեսի ընթացք ունենան ապագա քաղաքական զարգացումները։ Մեր երկիրը այս 26-27 տարվա ընթացքում նույն պարլամենտական մշակույթի առումով տարբեր զարգացումներ է տեսել։ Մի գիշերում մեծամասնություն է փոխվել, մի գիշերում փոքրամասնությունը դառել է մեծամասնություն։ Ես չեմ ուզում որևէ կանխատեսումներ անել, որևէ կանխատեսում։ Մի հատ տեսնենք վարչապետի ընտրությունից հետո ինչպիսի իրողություններ կլինեն։ Ըստ այդմ կքննարկենք։ Ես այսօր պատրաստ չեմ որևէ զարգացման մասին խոսելով։ Կոնկրետ մեր մասին, մեր խմբակցության մասին, մեր քաղաքական թիմի մասին մենք պատրաստ ենք հանուն Հայաստանի շահի գերակայությունից աշխատել։ Մենք երբեք որևէ անձի դեմ չենք պայքարել եւ եթե վաղը կամ մյուս օրը հանրապետական դառնա անդիմություն, դրանից մեզ ողբերգություն պետք չի սարքել։ Եթե քաղաքական գործիչը մտել է քաղաքականության մեջ, ինձ համար ես բազմաթիվ առիթներով բոլորիդ ասել եմ, անհասկանալի է, այն որ ասում են ես պետականամետ, ես իշխանամետ գործիչ եմ կամ ես ընդդիմադիր Հայաստանում եմ, տես չի լինում։ Ընդդիմադիր կամ իշխանական Հայաստները չի լինում, ասինքն
Դու ժողովուրդ դա իր քվեարկության որոշում դու ընդդիմություն ես թե իշխանություն ես։ Խմբակցության նիստում քննարկել եք այդ հարցը։ Ոչ։ Երեք խմբակցության, երեք խմբակ ընտրական օրենսգիրքը եթե Նիկոլ Փաշինյանը չի բերել, ինչը պետք է քվեարկի։ Հայտարարել է ինչն է պատասխանում փոխել ռեյտինգային միասին։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը դիկտատոր չի, որպեսզի ինքը մենակ որոշի ընտրական օրենսգիրքը ինչպես է լինելու, բոլոր 105 պատգամները քննարկեն։ Ընտրական օրենսգիրքը ինչպես նաև Փաշինյանն ասեց, դա երկար աշխատանքի արդյունք պետք է լինի։ Միջազգային Վենետիկի հանձնաժողովի եւ համապատասխան նման միջազգային կառույցների գնահատական, հասարակական լայն զանգվածների եւ հասարակական կառույցների քաղաքացիական հասարակության քննարկումների արդյունք, լսումների արդյունք, այնուհետեւ արդեն չեմ կար նայած ինչ եմ բերում։ Ինչ եմ անում։ Որ չեք տապալի Նիկոլ Փաշինյանի փոքրամասնության կառավարության աշխատանքը, որտեղ դեռևս մեծամասնություն է։ Այսինքն այդ որ ասենք մի գիշերում այս պահին, այսպես ասած, կեսգիշերային վիճակ է, հա, կեսը մեծամասնություն է, կեսը փոքրամասնություն է, բայց իշխանական բան։ Բայ ջան, մի սրամտի, որ հարց ես տալի, նորմալ հարց դու։ Դե ուրեմն լսի, Բերնարդ Շոուն չի, ոչ էլ կամետ կլաբում ենք, հարց ես տալի, դուր պատասխանում եմ։ Մենք մեծամասնություն ենք եւ մենք հայտարարել ենք, որ մենք աջակցելու ենք Փաշինյանին դառնալու վարչապետ։ Պարզ եմ ասում։ Ինչպիսի ֆորմատով։ Ծրագիրը կբերի կքննարկենք։ Բացառում եք պատգամավորները, որոնք կողմ քվեարկեն Փաշինյանին, նաև կաջակցեն մյուս հարցերում։ Եվ երկրորդ հարցը, դուք ինչպես եք պատկերացնում, հանրապետականում ստացվելու է երկու բևեռ, դուք բացառում եք, որ պատգամավորներ դուրս կգան, ի վերջո գաղափարական ընդհանրություն չկա։ Դուք ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող դառնալ գերագույն հրամանատար, բայց կլինեն մարդիկ։ Չեմ ասել չեմ կարող, ասեմ չեմ տեսնում։ Ես ուշադրիչ եք, իմ բառերս մին են կապոխեք, ես կգնում եմ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ հարցերը վերաբերել են գաղափարախոսությանը, մարդը ասել է այս գաղափարախոսություն չունե, որևէ կոնկրետ գաղափարախոս, ոչ լիբերալ են, ոչ են։ Ես ինչ եմ ասել։ Ասել եմ չկա տես բան։ Չի լինում կիսատ պռատ սոցիալիստ, կիսատ պռատ լիբերալ, կիսատ պռատ պահպանողական։ Այդպես է Բերլինից մինչև Վաշինգտոն, Մոսկվայից մինչև Փարիզ։ Հարցից չի պատասխան։ Ինձ համար պետք է կանխատես մարդը պահպանողական է, թե լիբերալ է, թե սոցիալիստ։ Այդ պատասխանը չի տվել։ Արցախյան հարցում 7 շրջաններից հարց եմ տվել, բավարարված պատասխան չեմ ստացել։ Այնուհետև հարցը տվել կառավարության կազմին չեմ եղել եւ բնականաբար այդ ամենը հաշվի առնելով ասել եմ, որ ես իրեն չեմ տեսնում գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում, ես մնում եմ իմ կարծիքին։ Պետական կուսակցությունն Հանրապետական դեր միանա։ Չեմ կարծում, որ կմիանա։ Բացառում եք, որ որոշ հանրապետական պատգամավորներ իրենք սկսեն ստորագրավակ Այո։ կերպել։ Այն Շարմազանը ձեր խոսքից ստացվում է հասկանալի է Այո։ Հանրապետականը քաղաքական որոշում է կայացրել։ Մենք կունենանք մայիսի 8-ին վարչապետ եւ կաջակցենք, ասինքն իրանք ստացել են 45 ձայն, 53 ձայնի անհրաժեշտ, որպեսզի 1/3-ի ստորագրություն ունեցող անձնավորություն դառնա վարչապետ, մենք դա կապահովենք։ Դուք պատրաստ եք ճգնաժամը չխորացնելու հետ կապված քվեարկել նրա օգտին, թե Ես անձնապես ոչ։ Ասիկն ըստ քեզ Էդուարդ Շարմազանովի անձնավորությունն է, որ իր սկզբունքները պահի տակ փոխում է։ Հանուն Հայաստանի մեր խմբակցությունը կքվեարկի, որպեսզի մենք ունենանք վարչապետ։ Իսկ հանուն Հայաստանի պետք է սկզբունքային գործիչներ, այլ ոչ թե կարծիքը օրը 6 անգամ փոխող գործիչներ։ Ես մենակ մի բան գիտեմ, որ ես հանրապետական եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ ու հայ առաքելական եկեղեցու զավակ եմ եւ կա Սուրբ Երրորդություն Հիսուս Քրիստոսով ու վсё։ Իսկ ինչ վերաբերում է իմ քվեարկությանը, այո, եթե դրա համար պարաժեշտ լինի մանդատս վար դնեմ, վար կդնեմ, ինչ աղել։ Կարող է մանդատով եմ ծնվել, որևէ խնդիր չունեմ, ստեսում ես։ Բայց համաձայն եք, որ այս բարեփոխումները մենք պետք է փորձենք իրականացնել հանրային կյանքի կայունություն ապահովելով, ներքին կայունություն երաշխավորելով։ Կայունության հանգամանքը շատ էական նշանակություն է, որտեղ մեր պարագայում, Հայաստանի պարագայում, որ անընդհատ գտնում է արտաքին ուղղակի ռազմական սպառնալիքների տակ, ներքին կայունությունը այս սպառնալիքներին դիմագրավելու լրջագույն արգասիքն է, լրջագույն գործոնն է կամ հնարավորություն։ Ահա թե ինչու այս պայմաններում վարչապետի ֆիգուրը հաշվի առնելով արդեն նաև խորհրդարանական կառավարման համակարգին բնորոշ առանձնահատկությունները ձեռք է բերում առանձնահատուկ կարևորություն։ Ահա թե ինչու վարչապետին վերապահվում է բացառիկ պատասխանատու դերակատարում հանրության առջև կառուցած խնդիրները արդյունավետ եւ հանդարտ լուծելու համար։ Չեմ թաքցնում, ես մտահոգություն ունեմ, պարոն Փաշինյան,
մտահոգությունն է, որ արդյոք դուք պատրաստ եք, այսպես հարց տամ, արդյոք դուք պատրաստ եք այդ ծանր բեռը, այդ ծանր պատասխանատվությունը ստանձնել։ Իմ մտահոգությունը այստեղ է։ Ավելին, ընդ որում կարծում եմ անհիմն չի այս մտահոգությունը, եթե հաշվի առնենք, որ այս ստեղծված ոչ ստանդարտ իրավիճակներում ոչ միայն գիտելիք, այլև հմտություն, փորձառություն, սրանք ավելնորդ հատկություններ չեն, որոնք պետք է բնորոշեն նման պայմաններում որևէ երկրի ղեկավարի համար։ Այդ անհրաժեշտ հայտանիշները, այդ անհրաժեշտ հատկությունները օբյեկտիվորեն, սա քննադատորեն չեմ ասում, օբյեկտիվորեն ձեզանում բացակայում են, կրկնում եմ օբյեկտիվորեն, որ միգուցե այս հատկությունների, կրկնում եմ օբյեկտիվ պակասը, փորձառություն, հմտություն, գիտելիքներ անհրաժեշտ, պետական կառավարման ուրեմն ունակություններ, միգուցե այս բոլոր պակասը օբյեկտիվ դուք փորձեք կոմպենսացնել այն կաբինետով, կառավարության այն կազմով, որը հավանաբար պետք է լրացնել ձեզ իրենց մասնագիտական կարողություններով։ Եվ պատահաբար չէ, որ ես երեք այդ հարցը տվեցի։ Իսկ ով է լինելու օրինակ ձեր ապագա պաշտպանության նախարարը, ով է լինելու ապագա ֆինանսների նախարարը կամ արտգործնախարարը, համաձայն եք, որ սա հավատացնում եմ ձեզ, բացառապես իմ հետաքրքրասիրությունը բավարարելու նպատակ չէր հետապնդում։ Ես համոզված եմ, որ ցանկացած նման իրավիճակներում հանրության առջև ստանձնած պատասխանատվությունների իրականացման հիմնական ինստիտուտը դա կառավարությունն է։ Իսկ իշխանությունը դա վերացական process չէ։ Իշխանությունը դա պաշտոնյա է, որը իր պաշտոնում որոշումներ է կայացնում։ Եվ կախված նրանից, թե նրա փորձառությունը, հմտություններն ինչպիսին են, այդ որոշումները կարող են լինել այսպես, կարող են լինել այնպես, հանրային զարգացումները կարող են տարբեր ուղղություններ ստանալ։ Ես կարծում եմ, որ շատ օգտակար կլիներ, որպեսզի հիմա մենք այդ օրանդերձ այս հարցադրումներին ականջալուր լինենք։ Հավատացնում եմ ձեզ, պարոն Փաշինյան, ես այս ամեն ինչ որ ասում եմ, նույնիսկ ասում եմ ցավով, հավատացնում եմ ձեզ։ Որպես նախկին վարչապետ, համարեք որպես ավագ գործընկեր, ես լուրջ մտահոգություն ունեմ, արդյոք ձեզ կհաջողվի այդ ամբողջ պատասխանատվությունը այս բարդ իրարամերժ պայմաններում, թե աշխարհատնտեսական, թե աշխարհաքաղաքական, ստանձնել։ Հուսով եմ, համոզված եմ, որ ողջամտությունը մեզ բոլորիս չի լքի։ Շնորհակալ եմ։ Վերջին 2-3 օրերին ուշադիր հետևել եմ վարչապետի տեխնացու Նիկոլ Փաշինյանի արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ այլևս զուսպ հավասարակշռված հայտարարություններին։ Եվ հրապարակում, եւ հարցազրույցներում, եւ ազգային ժողովի 3 խմբակցությունների հետ հանդիպումներում։ Արցախ, Ռուսաստան, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, Իրան, Վրաստան։ Ոչ մի տարբերություն։ Նույնը, ինչ ասում ու փորձում էր իշխանությունը։ Այո, տեմպերի խնդիր կար, ինչը մեզ էլ չէր գողացնում։ Եվ դեռ հարց է, մեծ հարց։ Փաշինյանի վարչապետության դեպքում այդ տեմպերը մեզ, հանրությանը, հատկապես խանդավառ երիտասարդությանը բավարարելու են։ Մի քանի հնարավոր ժամանակավոր ազդեցության քայլերը չհաշված։ Պարոն Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել։ Եվ եթե ամեն ինչ նույնն է կամ գրեթե նույնը, մնում է Փաշինյանի անձը, անձային հատկանիշները եւ ժողովրդի ցանկությունը։ Թեև ժողովրդի վստահությունը վայելող այլ գործիչներ ենք տեսել, նաեւ տխուր վերջաբանով։ Բայց ես երբեք անձերով չեմ առաջնորդվել, կուրքեր չեմ ընդունում։ Ես վտանգի կանխազգացում ունեմ։ Այս պայմաններում չեմ կարող վստահ լինել, որ այս ամենը շատ ավելի մեծ խաղի, բարդ ու բազմաշերտ սցենարների համակցություն չէ, ինձ առայժմ անհայտ ցալքերով, շահերով ու հետևանքներով։ Վստահ եղեք, ես առանց հիմքի ոչինչ չեմ ասում։ Չեմ էլ կարող բացառել, որ դրանք անդառնալի ողբերգական հետևանքներ չեն ունենալու իմ ժողովրդի, հրապարակի հրաշալի երիտասարդության, Արցախի, իմ պետականության համար։ Ուզում եմ կուտակված հսկայական էներգիան ծառայի պետականության հզորացմանը, հանկարծ նոր հուսախաբության կորուստների դուր չբացվի։ Այս իրողություններից, այս հաստատումներից մեկնելով, ես չեմ կարող անձնական պատասխանատվություն ստանձնել եւ կողմ քվեարկել պարոն Փաշինյանին։ Հակառակ պարագայում երեսպաշտորեն խախտած կլինեմ խղճով ու համոզմունքներով քվեարկելու իմ սահմանադրական իրավունքը։ Ինձ երկու տարբերակ են թողել՝ քվեարկել կամ Նիկոլին, կամ Փաշինյանին։ Հարգելի խորհրդարան, ես չեմ քվեարկելու։ Ինձ համար այս դժվար երկրությունից դուրս գալու մի ելք կա։ Եթե իմ կուսակցությունը պահանջի, պատրաստ եմ վայր դնել մանդատս։ Աստված տա հնարավոր ողբերգության իմ կանխատեսումը իրականություն չդառնա։ Շնորհակալ եմ։ Ես նորից դիմում եմ մեր երիտասարդությանը եւ նույն հանրապետության հրապարակում կամ այլ տեղեր հավաքվածներին։ Ժողովուրդ, ստեղի ելույթներին ուշադիր եղեք, ովքեր են միացել այդ շարժմանը, այդ ձեր ջինջ լավագույն նպատակներով շարժմանը, ովքեր են միացել։
Այսօր ովքեր են խոսում ընտրակաշարքի մասին։ Այսօր ովքեր են խոսում տարաբնույթ եղանակներով հարցեր լուծելու մասին։ Այդ ինչ եղավ, ինչ որ մի ակնթարթում բոլորը մաքրվեցին, բոլորի հետ կապված ամեն ինչ մոռացաք, այստեղ կա հանրապետականի խնդիրը։ Մի հատ նայեք, շուրջներդ նայեք։ Ինչ տիպի նպատակներով, ինչ տիպի հավաքված, զանգված կա մեր ընդհանուր հավաքվածի մեջ։ Ես ուզում եմ մեր ամեն քաղաքացուն, ամեն երիտասարդին այդ հարցը տալ։ Զգում է իրան պատրաստ ու պատասխանատու այդ մաքրությունն ու ջինջը պահելու։ Եվ եթե զգում է ունենալու է դրա հնարավորությունը։ Վերջը աշխարհում ցանկացած հեղափոխության կամ հեղափոխության փորձի ժամանակ իրոք եղել են այն մարդիկ, որոնք հավատացել են, ու այն դանկոյի նման սիրտն են տարել կամ այդ ջահն են տարել, բայց հարց են տալիս, տեղ են հասցրել։ Թե ճանապարհին պղտոր ջերում ձուկ բռնողները այդ հաղթանակի ողջ դափնիները գողացել են։ Գողացել են ամենալկտի ձևերով, ոնց որ այսօր լկտի ձևերով տուրք տալով մոդային, տուրք տալով նրան, որ ինչ-որ բան տակից փախնում է, հողը տակից գնում է, ժամերի, րոպեների տարբերությամբ հայտարարություններ անելով միանում են ձեզ։ Մի հատ նայեք երբ են միացել, հələ մի հատ քրոնոլոգիա նայեք, երեխեք այդ հեշտ է նայել, որ պահին, երբ որ արդեն զգացողություն ա եղել, որ ուժերի տարաբաշխումը շեղվեց, եւ այս շարժման մաքրությունը դա է տանելու, բայց ես ուզում եմ հիմա փորձելով հնարավորինս կոռեկտ ձևակերպել, մյուս զանգը, մյուս մարտահրավերը հասցնել բոլորին եւ առաջի հերթին փողոցում։ Ժողովուրդ արևելքի եւ արևմուտքի, Ռուսաստանի եւ արևմուտքի շատ խոր դիմակայության շրջանում, շատ խոր, երբ որ յուրաքանչյուր փոքր երկրի մի մաս այս կողմ, մի մաս այն կողմը առաջացնում է այդ երկրի գոյության վտանգ, մենք վերջի տարիներին կարողացել ենք ունենալ այն ինչ ունեցել ենք։ Ով գոհ է, ով դժգոհ է, բայց այդ բալանսը պահվել է։ Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ որ մեր մոտ վարչապետի տեխնացու է մարդ, որը արել է հայտարարություն. ես այն ուժի հետ չունեմ անելու գործ։ ԵԱՏՄ-ի իմ համար չկա, ՀԱՊԿ-ի իմ համար չկա։ Կարող է դրանից հետո տեղի ունենում հասունացում, եւ մարդը հասկանում է, որ տես չի կարելի։ Բայց ժողովուրդ դրա ներքո կորել է վստահություն, եւ այդ բալանսը խախտվում է։ Վստահություն մեր մոտ չէ։ Մենք դուրս կգանք կիջնենք ճաշարան, այս ամեն ինչը կիջնի, իրար լեզու կհասկանանք։ Բայց եթե մենք աշխարհաքաղաքական բալանսում ուժային կենտրոններում վստահություն ենք խախտել, պետք է նկարագրել հետ ինչ կարաբերի։ Երեխեք, կանգնած հանրապետության հրապարակում դուք դրա համար եք սկսել։ Դուք ձեր բոլոր դժգոհությունները բերել եք, հասցրել եք ձեր ուղերձին։ Ես շատ ուղղակի ուզում եմ ձեզ ասել, ձեր ուղերձը տեղ հասել է։ Այո, հասել է։ Բայց արժի արդյոք ինչ որ տարաբնույթ պաստառների ներքո օրինակ պայքար մինչև վերջ։ Երկիրը տանել հասցնել մի այլ եզրի։ Ես վստահ եմ, որ ձեզից ոչ մեկը այդ չի ուզում։ Այսօր հանրապետականը, երբ որ հարցը կգա կհասնի քվեարկության, կանգնելու է ջրբաժանի առաջ։ Ներքին ճգնաժամի խնդրեմ, արտաքինի առաջացման խնդրեմ։ Չի կանգնելու ջրբաժանի առաջ, այս աթոռը տակս է, թե տակս չի։ Վերջը փորձեք այդ հասկանալ։ Այդ ահավոր կարևոր է։ Կա արդյոք լուծում։ Կարծում եմ կա։ Կարծում եմ կա։ Ես շատ կուզեի, դա իմ մեծագույն ցանկությունն է։ Ես վստահ եմ, որ երկրի նստած մեր գործընկերները, մեր ընկերները շատ լավ հասկանում են այն ամեն ինչ, որ ես ասում եմ, տեղեր կա, որ փակագծերը չկարողանալով բացել մինչև վերջ։ Ես շատ կուզեի, դա իմ մեծագույն ցանկությունն է։ Ես վստահ եմ, որ երկրի նստած մեր գործընկերները, մեր ընկերները շատ լավ հասկանում են այն ամեն ինչ, որ ես ասում եմ, տեղեր կա, որ փակագծերը չկարողանալով բացել մինչև վերջ։ Իսկ կարող եմ ես պետքա գնալ ճանապարհով, որ օրինակ, այսօր մեր գործընկեր Նիկոլ Փաշինյանը ինքնաբացասար կհայտարարի, ոչ մի քվեարկություն չունենանք արդյունքում, մի շաբաթվա մեջ աշխարհին միասնական ուղեր ստանք եւ մեզ այդ մամլիչի մեջ բերելու վտանգ չստեղծենք։ Միգուցե պետք է սա մտածել։ Հակառակ պարագայում չկա լավ ընտրություն։ Կա ընտրություն վատի եւ ավելի վատի մեջ։ Երեխեք ձեր պայքարը, որը պետք է արդյունք տա տասնամյակներով, ու այս երկիրը, որ խորհրդարանական է դառնում իր մշակույթով, այսօր դրի ուրիշ վտանգների դաշտ է մտել։ Ճիշտ հասկացեք, այդ աթոռների վտանգը չի։ Ու ձեր անձանց սիրեք չսիրելու վտանգը չի։ Եվ նորից խնդրում եմ մեր երկրի գործընկերներին, մի դրեք այս ամեն ինչը մի կողմ։ Սա կարևոր է։ Մեզանից յուրաքանչյուրը այդ կոճակը որ կողմել սեղմի, հետագա process-ների համար կրելու է այդ պատասխանատվությունը։ Յուրաքանչյուրը անկախ որ կոճակն է սեղմում։ Ես ուզում եմ, որ սա մենք մի անգամ պատկերացնենք։ Մշտապես դեմ եմ եղել գալիչկաների համար այս ամբիոնից ելույթ ունենալու, տպավորություն ստեղծելու աշխատանքի, բայց այսօր այդ օրը չի։ Ես ուզում եմ խոսել Նիկոլ Փաշինյանի անձի մասին, որպես
որպես վարչապետի տեխնացու։ Պարոն Փաշինյան, մենք ձեր հետ աշխատում ենք արդեն 6 տարի, մենք գիտենք ձեր բոլոր կարողությունները, մենք ձեզ տեսել ենք որպես ընդդիմադիր գործիչ, որովհետև ըստ էության մենք այսօր քննարկում ենք ձեր քաղաքական կերպարը, մեր բոլոր մտահոգությունները ուղղված են եղել միայն նրան, որ ըստ էության, եթե մենք վաղը տեսնենք արդեն 4-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ես կարող եմ հաստատապես ասել, որ դա կլինի անձի երկվություն, որովհետև շատ դեպքերում իսկ քաղաքական գործիչը պարտավոր է հիշել եւ սկզբունքային լինել եւ անել այն, ինչ ինքը համարում է ճիշտ, շատ դեպքերում դուք ձեզ 180 աստիճանով հակասել եք։ Մենք չենք կարող այդպիսի բան մեզ թույլ տալ։ Խորհրդանական երկրի դեպքում լիդերները շատ կարևոր են։ Սա սովորական վարչապետ չէ, սա քաղաքական համար 1 գործիչն է, քաղաքական համար 1 պաշտոնը եւ այդ պատասխանատվությունը, որի միջայլոց ձեր հայրն էլ նորից պիտի նշեմ, Էրբեկային տված հարցազրույցում նշեց, որ այո, իմ տղան իրականացնում է հեղափոխություն, բայց ես եթե լսեր իմ խորհուրդը, երբևէ վարչապետ չէր դառնա, որովհետեւ շատ ավելի պատրաստված եւ շատ ավելի խելացի մարդիկ կան մեր երկրում։ Ես կարծում եմ, որ ձեր հայրը, ձեր ծնողները ձեզ շատ ավելի լավ գիտեն, միգուցե կանացի բնազն է իմ մոտ խոսում, բայց նրանք չեն ուզենա, հավատացեք, մենք էլ չենք ուզենա, որ դուք սայթաքեք, որովհետև ես կարող եմ բերել շատ երկրների օրինակներ, որոնք խորհրդարանական երկիր կառուցելու ճանապարհին այնքան սխալներ են թույլ տվել, իսկ մենք ունենալով Արցախի հարց, անվտանգության հարց, այսպիսի ոչ բարեկամ երկրների շրջապատում մենք չենք կարող կոլապսի ենթարկվել, մենք չենք կարող մեզ թույլ տալ այնպիսի սխալներ, որոնք կլինեն ճակատագրական։ Ես այն մարդկանցից եմ, որը 1 ամսվա ընթացքում անվերջ քայլել է ոտքով կենտրոնում եւ եղել է էպիկենտրոնում ձեր իրադարձությունների։ Ես շատ մարդկանց հետ եմ զրուցել, շատ երիտասարդների, այո, նրանք պայծառ են, շատ դեպքերում մոլորեցված, որովհետեւ իրականում նրանք քաղաքական գործիչներ չեն։ Ես շատ ծանր եմ տարել մի հանգամանք, երբ դուք երեխային 9 տարեկան բերեցիք կանգնեցրեցիք հրապարակում եւ մեծերի ծափերի ներքո այդ երեխան այնպիսի տեքստեր ասաց, որ ես գետին էի ուզում մտնել, որովհետեւ ես հասկացա, որ մեր արժեհամակարգը քանդվում է, որ մեր երեխաները այլևս մերը կարող են չլինել, որովհետեւ 9 տարեկան երեխան չպիտի ծաղրի իր հանրապետության ղեկավարին կամ ծաղրի կուսակցություններին, որովհետև նա պարզապես դրանից ոչինչ չի հասկանում։ Այսինքն այլասերել երեխաներին դա չպիտի անեք դուք, պարոն Փաշինյան։ Մեզ մոտ շատ պարկեշտ մարդիկ կան, բացառիկ մարդիկ, ովքեր շատ սկզբունքային են եւ այդ վտանգը այսօր շատ լավ գիտակցում են։ Ես ձեզ առաջարկում եմ ձեր իսկ բառերով, այո, խորհրդակցել, մենք էլ ենք ուզում, որ համաձայնության կառավարություն ձևավորի, մենք էլ ենք ուզում համերաշխություն, դուք արդեն սկսել եք կրկնել մեր բառերը եւ դա տանում է այն ուղղությամբ, որը մենք արդեն բոլորս գիտենք։ Ես առաջարկում եմ, որպեսզի այս մարդկանց, ովքեր հավաքված են հրապարակում, նրանց ներվի վրա այլևս չխաղալ, որովհետև բոլորս գիտենք, թե ովքեր են նրանք, ինչի համար են հավաքվել, բոլորս գիտենք, որ մենք ունենք թերություններ, բայց սիրելի հայրենակիցներ, ես ձեզ հավատացնում եմ, վաղը մի ամիս հետո ձեր բոլոր հարցերը լուծելու է միայն իշխող կուսակցությունը, ձեր բոլոր հարցերը ականջալուր լինելու է միայն իշխող կուսակցությունը, չեմ ասում, որ Արցախին այսպես վերաբերվել, որևէ մեկը ձեզ իրավունք չի վերապահել, շնորհակալ եմ։ Արդյոք մեր գործընկեր Նիկոլ Փաշինյան կարող է ստանձնել վարչապետի պաշտոնը եւ արդյոք մեր բոլորի ակնկալիքները, մեր հասարակության, մեր ժողովրդի կբավարարվեն դրանով։ Ինձ համար նշանակություն ունեցել մի քանի հանգամանք։ Ունեմ Նիկոլ Փաշինյանի գործունեության նախորդ ուղղություններ, որոնք կարող եմ համադրել հնարավոր վարչապետության հետ։ Բարեբախտաբար, թե ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման ոլորտում ընդհանրապես փորձ չունի։ Եթե վարչապետի պաշտոնին հավակնող անձը մինչև վերջ վստահ չլինելով իր գործողությունների օրինականությունը, իրեն հետևորդներին ուղղորդում է կամ առնվազն չի կանխում ոչ իրավաչափ վարքագիծ իրականացնելուց, ինձ համար սա չափանիշ է։ Գիտեք ինչու է չափանիշ, որովհետև պետության ղեկը ստանձնող կամ նման հավակնություն ունեցող անձը պետք է ոչ միայն գիտակցի իր գործողությունների բնույթը եւ հետևանքները, այլև ունակ եւ պատրաստական լինի այդ գործողությունների համար պատասխանատվություն կրել նաև իր հետևորդների գործողությունների համար։
Սա արդեն երկրորդ չափանիշն է ինձ համար, որը ուղղորդող նշանակություն է ունենում, թե արդյոք մեր գործընկերը առնվազն պատասխանատվություն է կրում իր առաջնորդությամբ գնացող մեր հայրենակիցների գործողությունների համար։ Ես էլի զուտ իրավական տեսակետից նայել եմ, որ բազմաթիվ դեպքերում, երբ որ տեղի են ունենում այդ հանրահավաքների ժամանակ ինչ-որ իրավախախտումներ կամ այլ դրսևորումներ, շատ պարզ ճանապարհ կա։ Սադրիչներ են, ով ապօրինություն կատարեց կամ կատարեց մի գործողություն, որը կարող է հասարակական քննադատության առարկա դառնա, ուրեմն հանրահավաքի հետ կապ չունի։ Հրաշալի է։ Մոտեցում է հանրահավաքային կազմակերպման տեսակետից արդարացված։ Բայց եկեք հասկանանք, արդյոք պատասխանատվությունից խուսափելը պետական կառավարման տեսակետից ընդունելի է։ Ինչու՞։ Որովհետև հանրահավաքի դեպքում կազմակերպիչը գործ ունի իր կողմնակիցների հետ։ Պետության կառավարման դեպքում դու գործ ես ունենալու եւ քո կողմնակիցների հետ, եւ քո կողմնակիցներին 3-4 անգամ ավելի շատ առավելություն ունեցող հակառակորդ չասեմ, բայց քեզ դեմ գնացող սուբյեկտների հետ։ Եվ ես եկել եմ այն համոզման, որ ես զուտ որպես քաղաքացի պետության ղեկը ստանձնելու տեսակետից խնդիր ունեմ։ Բայց հիմա ես դա չեմ տեսնում, եւ դա ինձ համար վտանգավոր եմ համարում։ Ավելին ես ձեզ ասեմ, հիմա ես տեսնում եմ, որովհետեւ մենք պետք է համադրենք, արդյոք մեր այս իրավական ապահովվածությունը երաշխիք էր։ Ինչու գիտեք, որովհետեւ ես հասկանում եմ մեր գործընկերոջը, որ ինքը տվյալ դեպքում կարող ղեկավարվի քաղաքական նպատակարարությամբ, բայց պետության ղեկավարի համար քաղաքական նպատակարարությունը գերագնահատել օրինականության համեմատությամբ իմ կարծիքով բոլորիս համար կործանարա, թե իմ, թե բոլորիս եւ թե հանրահավաքի տեղը կանգնած յուրաքանչյուր քաղաքացու համար։ Այսինքն սրա մասին է խոսքը, ժողովուրդ։ Անձնապես խնդիր չունենք։ Ես զուտ որպես երկրի քաղաքացի ուզում տեսնեմ, արդյոք ես ուզենայի նման իրավիճակ։ Անկեղծ եմ ասում, ոչ։ Ես ձեզ բացատրեցի ինչու ոչ։ 3-4 ամսվա ընթացքում, երբ որ մենք խոսում էինք նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման անհրաժեշտության կամ անփոփոխելիության կամ տվյալ իրավիճակում տվյալ հանգամանքների դեպքում անփոփոխելիության մասին եւ մեր ընդդիմադիր գործիչները եւ շատ-շատերը սկսում էին քննադատել, չէ, անփոխարինելի մարդիկ չկան, անփոփոխելի մարդիկ չկան։ Հիմա ես տիքճալ պատկեր եմ տեսնում հենց նույն մեր գործընկերների կողմից, որովհետեւ ստացվում է, որ եթե Նիկոլը վարչապետ չլինի, ընդ որում իր խոսքերը, ուրեմն այս երկրում վարչապետ չի լինելու, եւ երկրորդ, եթե Նիկոլը վարչապետ չլինի, ուրեմն երկրի կրիզիսից դուրս չի գալու։ Այդ դուք եք անփոփոխելիություն առաջարկում, հարգելի գործընկեր, կարող է դուք համարում եք, որ դա այդպես է, բայց ուզում եմ ձեզ ասեմ, որ տեսնում եք, երբ որ իրավիճակ է փոխվում, դիրքեր է փոխվում, ձեր գնահատականն են փոփոխական։ Հետևաբար կատեգորիկ մի եղեք։ Եվ իրականում եկեք մի հատ հասկանանք բոլորս միասին։ Արդյոք մենք պատրաստ ենք սրան հիմա եւ մեր գործընկերների հետ, եւ մեր հասարակության հետ հանրահավաքին մասնակիցների, որովհետեւ մեր եղբայրներն են, մեր որդիներն են, մեր ծնողներն են։ Բայց իրանք էլ պիտի հասկանան։ Բայց Նիկոլ Փաշինյանի գործունեությունը ես զուտ որպես քաղաքացի տեսել եմ միայն հանրահավաքներում եւ պարլամենտում եւ լրագրողական գործունեության մեջ։ Արդյոք սա համադրելի է ուղղակիորեն պետական կառավարման հետ, որտեղ պետական կառավարումը դա շատ լուրջ բան է, կարծում եմ բոլորս այդտեղ նստածներս հասկանում ենք ինչ է։ Եվ արդյոք հանրահավաքի կառավարումն ու կազմակերպումը կարող է ուղիղ համադրվել պետական կառավարման եւ պետության համար պատասխանատու լինելու հետ։ Ոչ։ Հետևաբար իմ հարգելի ընկերներ, ես կարծում եմ, որ պատրաստ չի պետական ղեկը ստանձնելու համար։ Չէի ցանկանում այսօր ելույթ ունենամ, բայց լսելով պարոն Փաշինյանին, վարչապետի թեկնածու, ինձ մոտ նման ցանկություն առաջացավ։ Ուզում եմ տեսնել վարչապետի թեկնածուին իրոք մարդու, որ ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին։ Հասկանում եմ, քաղաքական գործիչ լինելը եւ առավել եւս ընդդիմադիր շատ հեշտ է, քննադատություններ իրականացնելը նույնպես շատ հեշտ է։ Իշխանություն լինելը միշտ էլ եղել է դժվար, եւ իշխանության քննադատելը միշտ էլ շատ հաճելի է եղել, թե ժողովրդին լսելու համար, թե լսեցնելու համար։ Ամբիոնից քիչ առաջ, մեկ քանի ժամ առաջ պարոն Փաշինյանի կողմից հնչում են մտքեր, որ ինձ մտորելու տեղիք է տալիս։ Մեր նպատակը մարդկանց երջանկության ապահովելն է։ Իսկ աշխարհում երբևէ որևէ մեկ իշխանության հաջողվել է մարդկանց երջանկությունն ապահովել։ Դրանք ընդամենը պատրանք են եւ ականջահաճող խոսակցություն։ Այս պարագայում ինձ մնում է ընդամենը մտածել. հիմա մենք երջանիկ ենք, թե կույր։
թե բոլորս, թե նաև ցավոք սրտի շատ շատեր, որ չեն ուզում դա անցալել։ Հաջորդ միտքը մեր տնտեսությանը սպասում է թռիչքաձև զարգացում։ Հարգելիներս, առավել եւս տնտեսագիտության դոկտորներ, տնտեսագետներ, այդ թվում նաև ես պատկերացում չունեմ, որ որևէ տնտեսություն երբևէ թռիչքաձև զարգացում է ապրել։ Այդպիսի բան աշխարհում պատմության մեջ երբևէ չի եղել։ Ներողություն եմ խնդրում։ Այդպիսի բան թռիչքաձև զարգացում երբևէ չի արձանագրված պատմության մեջ։ Պատմության մեջ միշտ արձանագրվել է թռիչքաձև, եթե այդպես կարելի է անվանել, անկում։ Իսկ անկումից հետո տնտեսությունը միջև թափանիվը սկսի պտտվել, 10 տարի արդեն անհրաժեշտ է։ Տիկին Թանդիլյան, 2 ամիսը ես սխալվում եմ, ես ուղղակի ցանկանում եմ 3 ավելի մեղմ ասել։ Մեզ 10 տարի պետք է, որ այս թափանիվը նորից փորձենք դեպի զարգացում պտտացնել։ Լավ իմացեք, պետք չէ ժողովրդի աչքերին թոզ փչել։ Իսկ ինչ վերաբերում է Նայիրիտի աշխատանքի հետ կապված, երբ է աշխատելու Նայիրիտը իմ հարցին, ես ուզում եմ ընդամենը հիշեցնել, որ Նայիրիտը, երբ որ սկսեց չաշխատել, դա ընդամենը 96 թվականն էր, եւ այդ ժամանակ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն էր իշխանության։ Հաջորդը բյուջեի եկամուտները 2 տարում 30%-ով աճեցնելու ենք։ Այդ ինչով ենք աճեցնելու։ Այդ ո՞նց ենք աճեցնելու։ Այդ ով է աճեցնելու։ Այս ժողովուրդը սկսել է արդեն իր ընդդիմությանն ու իր բանագնացներին ազգային ժողովում չհասկանալ։ Այս ինչ են ասում։ Հրապարակում մի բան են ասում, ամբիոնից մի բան են ասում, իրար հակասում են, իրար չեն հասկանում։ Բա մենք ո՞նց հասկանանք։ Այդպես չի լինում։ Սին պատրանքներով հանգիստ ասուն, մենք միասին սահմանում ենք եղել, հանգիստ մնա։ Պարոն Մելիքյան։ Պետք չէ ժողովրդին սին պատրանքներով պահել։ Պատերազմը չի ավարտվել, շրջափակումը չի ավարտվել։ Մենք շրջափակման մեջ ունենք տնտեսություն, որ հնարավոր է աճեցնել այնքան, ինչքան որ հնարավոր է կայունությունն ապահովել։ Հակառակ պարագայում ուղղակի չենք կարող։ Երևի սա այն դեպքն է, որ պետք է մտածել։ Եթե որոշել ես ինչ-որ բան անել, ուրեմն ինչ-որ բան արա։ Եթե չգիտես ինչ անես, սիգնալ տու։ Այդպես չի լինում, չէ՞։ Մենք շատ երկար չենք կարող ապրել այսպիսի անկայուն իրավիճակի մեջ։ Եթե երևակայական պատասխաններ կամ ելույթներ պետք է հնչեցնենք, սա ընդհանրապես անտեղյակության նշան է։ Իսկ պատրաստ ենք տնտեսական պատժամիջոցների։ Պատրաստ ենք։ Իհարկե պատրաստ չենք։ Բա ո՞նց պետք է անենք։ Էդ էլ պետք է հաշվի առնենք։ Աջ գնանք մյուս կողմն է պատժամիջոցներ իրականացնելու, ձախ գնանք մյուս կողմն է պատժամիջոցներ իրականացնելու։ Հետո աջ ու ձախից կսկսեն մեզ արդեն ռմբակոծել։ Էդ ինչ ենք անելու։ Ինձ համար գոյություն ունի մի ընդհանրապես հասկացողություն։ Դա իմ պետության ու իմ ժողովրդի շահն է։ Եվ ես հանուն դրան պատրաստ եմ գնալու ամեն ինչի։ Պարոն Փաշինյանը որպես վարչապետի տեխնացու ինձ չհամոզեց իր կարողություններով, թե անվտանգության առումով ապահովելու, թե տնտեսական առումով։ Ինձ չհամոզեց նաև, որ ես պետք է շրջապատից հարցնեմ, ով ինչի է պատրաստ անել, ով ինչ կարող է անել, եւ բոլորը պետք է ինձ հուշեն։ Ընկեր, հլա շրջապատիդ մասին տեղյակել չենք, ով պետքա լինի։ Էդ ով պետքա հուշի։ Ինձ երևի մնում է այս պարագայում Աստված կանչեմ ու ասեմ. Տեր Աստված, փրկիր այս մարդուն իրենից։ Շնորհակալություն։ Հարգելի նիստը նախագահող, հարգելի գործընկերներ, մենք հիմա շատ կարևոր հարց ենք քննարկում եւ երեք տեղի ունեցած ՀԿ խմբակցությունում հանդիպումից հետո շուրջ 1 օր ժամանակ եմ ունեցել մտածելու վարչապետի տեխնացու Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում հնչած հարցերի
դրանց պատասխանների եւ ընդհանրապես մեր պետության կառավարման վերաբերյալ Նիկոլ Փաշինյան գործչի պետպատկերացումների եւ մոտեցումների մասին։ Երեկ եւ այսօր պարոն Փաշինյանը հետքայլ անելով նախկինում արված մի շարք հայտարարություններից ասում է, որ հիմա արդեն որպես վարչապետի տեխնացու ստիպված է հաշվի նստել իրողությունների հետ։ Փաշինյանի նման մոտեցումներն ընդունելի կլինեին իհարկե, եթե իր կողմից հնչող հայտարարություններն այն ժամանակ ու հիմա իսկապես տարբեր իրողությունների արկայության պարագայում լինեին։ Հայաստանը հիմա էլ 1 տարի առաջ էլ, 5 տարի առաջ էլ, ուզում եք իմանալ 20 տարի առաջ էլ եղել է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը։ Մեր տնտեսությունը, անվտանգությունը, քաղաքականությունը եւ անգամ սոցիալական հարաբերությունները ամուր թելերով կապված էին եւ շարունակում են կապված լինել Ռուսաստանի հետ։ Ու Հայաստանի բոլոր իշխանությունները սկսած 1992 թվականից դա գիտակցել են եւ ձգտել են Մոսկվայի հետ խորացնել հարաբերությունները։ Այսինքն ոչ քաղաքական, ոչ տնտեսական առումով իրողություն չի փոխվել։ Հայաստանը հետևողականորեն իր խնդիրներն է լուծել այդ ուղղությամբ եւ ԵԱՏՄ անդամակցությունը այդ ճանապարհի հերթական տրամաբանական քայլերից մեկն է եղել։ Եթե Փաշինյանը այդ ամենը չի գիտակցում, նշանակում է, որ իրողություն ասելով նա բացառապես պատկերացնում է իր այս րոպեական քաղաքական շահը։ Իր համար այո, իրողություն է փոխվել։ Մի քանի ամիս առաջ պարոն Փաշինյանը խորհրդարանի ամենափոքր խմբակցության ղեկավարն էր, իսկ հիմա հեղափոխական ճանապարհով փորձում է հասնել երկրի ղեկավարի ճանապարհին։ Հիմա ո՞նց ենք պատկերացնում, որ սկզբունքով ենք մենք առաջնորդվելու, փոխված իրողությունների համատեքստում հնչած հայտարարությունների, թե իրականության։ Իսկ իրականությունը մի փոքր այլ է։ Միտումնավոր գույները չեմ ուզում խտացնել քավլիցի, բայց իրականություն իրոք խիստ անհասկանալի է։ Մի կողմից պարոն Փաշինյանն ասում է, որ այո, պետք է հաշվի նստել իրողության հետ, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, որ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամակցությունը բխում է Հայաստանի շահերից, այսինքն նախորդ տարիների Հայաստանի իշխանությունը գործել է բացառապես Հայաստանի շահերից, սա սրա փաստումն է։ Մյուս կողմից, հարգելի պարոն Փաշինյանի հանրահավաքներում հարթակին նրա կողքը կանգնած են եւ ելույթներ են ունենում մարգինալ հակառուսական հայացքներ ունեցող գործիչներ։ Հիմա որ ասածին հավատանք, որ հայտարարությանը հավատանք, որն է իրականությունը։ Կարող է վարչապետ ընտրվելուց հետո իրողությունը նրա համար նորից փոխվեն եւ պարզվի, որ Հայաստանի ապագան ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում չէ, այլ ասենք Գուամում է։ Մյուս խնդիրը, այսպես կոչված ժողովրդի տեխնացուն հրապարակում հավաքված մարդկանց ներկայությամբ մի գաղափարներով եւ ծրագրերով է հանդես գալիս։ Ազգային ժողովում մեկ այլ, բառապաշարն էլ է տարբեր, խոսքն էլ է տարբեր, անգամ հակու կապը։ Որոշ ժամանակ առաջ Փաշինյանն այս ամբիոնից ուրիշներին էր մեղադրում, որ ռեբրենդինգի են ենթարկվում, որ իրենց չճանաչեն բեղ պահելու խորհուրդներ էր տալիս։ Հիմա պարոն Փաշինյանն է մորուքով։ Ու ես չեմ կարողանում հասկանալ, մենք որ Փաշինյանի հետ գործ ունենք։ Մենք որ Փաշինյանի տեխնացությունն ենք քննարկում վարչապետի պաշտոնում, չսափրված որսորդական շորերով փողոցներում երթանող պարոն Փաշինյանի հարցն ենք քննարկում, թե սափրված կոստյումով եւ փողկապով Փաշինյանի։ Եթե ժողովրդի տեխնացու արտահայտությունն եք օգտագործում, ապա ժողովրդի տեխնացու կերպարը թերևս գեներացվել է որսորդական շորերով եւ չսափրված Նիկոլ Փաշինյանի անձի շուրջը, քավլիցի։ Ինչ ճիշտ հասկացեք, ես ինձ իրավունք չեմ վերապահում խորհուրդներ տալ, ով ոնց հագնվի, սափրվի թե ոչ։ Բայց մենք քաղաքական գործի երկատվածության սինդրոմի հետ գործ ունենք։ Ինչ արտաքին տեսքով է պատրաստվում այսպես կոչված ժողովրդի տեխնացուն մասնակցել միջազգային բանակցությունների, որսորդական շորերով եւ ուսապարկով, թե այնուամենայնիվ փողկապով։ Սա կարծում եմ արդարության, ինքներս մեզ եւ ուրիշներին չխաբելու եւ շատ սկզբունքային հարց է։ Հաջորդ խնդիրը։ Մենք երեք հանրապետական խմբակցության հետ հանդիպման ժամանակ հարցեր ենք բարձրացրել։ Պարոն Փաշինյանը պատասխանել է, ներկայացրել է իր մոտեցումներն ու տեսլականը, անկախ նրանից, թե ով ինչ հետևություն է արել իր համար, ով բավարարված է, ով ոչ, բայց պարոն Փաշինյանի կողմնակիցների արձագանքներն ուղղակի հիասթափեցնող են։ Ասում են, տեսեք, հանրապետականն այդ ինչ հարցեր էր տալիս պարոն Փաշինյանին։ Արտաքին ինչ հարցեր տանք, կներեք, որ գոհ մնաք։ Արտաքին քաղաքական առաջնայնություններից, ներքին քաղաքական առաջնայնություններից, տնտեսական արդարության համար նշենք, ոչ խորքային խնդիրներից ենք հարցեր տվել։ Չեք գոհանում, բա ինչից հարցնենք։ Շարպի ու Մերտենի փողոցները փակելու տեխնոլոգիաներից հարցեր տանք, ցույցերի ժամանակ հնչող կենացներից հարցեր տանք, թե տրոսկիստական սկզբունքները սկսենք քննարկել։ Եվ ես ստիպված եմ արձանագրել, որ մենք ունենք տրամաբանության եւ արդարության սկզբունքների հետ կապված լրջագույն խնդիր հենց այս պահին։ Ավելին, մենք ունենք խիստ անհասկանալի մի իրավիճակ։ Տեսեք, մի կողմից պարոն Փաշինյանը հայտարարում է, որ պետք է կապիտուլյացիա ենթարկել հանրապետական կուսակցությանը, որ պետք է փակել հանրապետական կուսակցությունը, մյուս կողմից գալիս է ազգային ժողով եւ համերաշխության ու հանդուրժողականության կոչ է անում։ Մի կողմից մեր գործընկեր Արարատ Միրզոյանը հայտարարում է, թե ով չքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին պետական դավաճան է,
Մյուս կողմից պարոն Փաշինյանն ասում է եկեք կառուցողական դաշտում աշխատենք։ Չեք կարծում, որ պետական դավաճանության մեղադրանքը եւ ընդհանրապես կապիտուլյացիաների եւ ուլտիմատումների շանտաժի լեզվով խոսելը վիրավորական է։ Զուտ մարդկային տեսանկյունից վիրավորական է։ Չեք կարծում, որ ինքնասիրության ու արժանապատվության դաշտ եք մտել արդեն։ Ինչ եք ուզում այս ճանապարհով հասնել, ուր ենք հասնելու, սևերի ու սպիտակների բաժանվելով, հասարակությանը բևեռացնելով, շատ ենք հեռու գնալու։ Ի վերջո այս աղմուկը մի օր նվազելու է, իջնելու է, փորձելու ենք իրար հասկանալ, իրար լսել։ Ես ընդհանրապես ուզում եմ, որ այդ ժամանակ մենք իրար աչքերի մեջ կարողանանք նայել, ուղղակի պարզ մարդկայնորեն կարողանանք նայել։ Շնորհակալ եմ։ Պարոն Փաշինյան, վերջին օրերին մեր երկրում իրականացվող այս փոփոխությունների մեջ շատ ակնհայտ դերակատարում ունեն անչափահասները։ Եվ ես այժմ դիմում եմ ձեզ որպես 4 երեխաների հոր։ Ինչպես կվարվեք, երբ լինի այլ իրողություն, ինչպես դուք եք սիրում ասել, իրողությունն է փոխվել, եւ ցույցերի կազմակերպիչները լինեն բոլորովին այլ թիմի ներկայացուցիչներ, եւ լինեն բոլորովին այլ թեմաներ, եւ այդ ցույցին մասնակցելու ցանկություն ունենան նաեւ ձեր երեխաները։ Ձեր գնահատականը այդ դպրոցների մանկավարժներին եւ տնօրենին, ձեր գնահատականը այդ կազմակերպիչներին, ուզում եմ, որ այս հարցին պատասխանեք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հայ ընտանիքի հայ հայր։ Շնորհակալ եմ Տիկին Մուրադյան հարցի համար։ Երբ սկսել է Ղարաբաղյան շարժումը, ես եղել եմ 13 տարեկան։ Եվ դպրոցական եւ ինքս լինելով դպրոցական Ղարաբաղյան շարժման օրերին կազմակերպել եմ դասադուլներ, երթեր, ցույցեր, բողոքի այլ գործողություններ։ Եվ իմ երեխաները քաղաքական իմ ողջ գործունեության ընթացքում մասնակցել են այն գործընթացներին, որոնք տեղի են ունեցել, եւ ես նրանց համար դա համարում եմ շատ հզոր քաղաքացիական դպրոց։ Ես ուզում եմ անկեղծ ասել, առանց սեթևեթանքների, որ մեր շարժման ամենահզոր շերտերից եւ մասնակիցներից մեկը համարում եմ աշակերտներին։ Եվ երբ որ հարց է հնչում, թե ինչ երաշխիք, որ այ process-ները կգնան այս ուղղությամբ, որ ինչ որ խոսում ենք իրականություն կդառնա, ես դրա ամենամեծ երաշխիքներից մեկը համարում եմ այն, որ թավշյա այս հեղափոխության մեջ լայնորեն ընդգրկված են եղել դպրոցականները։ Սա նշանակում է, որ այսօր տեղի ունեցածի հիշողությունը չի կորելու։ Առնվազն առաջիկա 100 տարում այս պատմությունը պատմվելու է եւ պատմվելու է հիմնականում մեծ մասամբ անմիջական մասնակիցների կողմից։ Եվ ես այս process-ը համարում եմ քաղաքացիական լրջագույն դպրոց, աշակերտների, ուսանողների, երիտասարդության, միջին տարիքի եւ ավագ սերնդի ներկայացուցիչների կողմից։ Ես ողջունում եմ ուղղակի աշակերտների ակտիվությունը եւ ես համոզված եմ, որ այդ ակտիվությունը կշարունակվի մինչեւ այս process-ի վերջնական աներկբա հաղթական ավարտը։ Եվ ուզում եմ ձեզ հավաստիացնել, ուզում եմ փարատել ձեր մտահոգությունները, որ այդ process-ները միայն դրական դերակատարում կունենան որպես քաղաքացի, որպես մարդ, որպես անհատականություն, որպես ուժեղ մարդիկ այդ երեխաների դաստիարակության գործում։ Տիկին Մուրադյան, լսում ենք ձեզ։ Հասկացա, որ ձեր մղումները այնքան ուժեղ են, որ դուք կարող եք անգամ անցնել երեխաների անվտանգության վրայով եւ կարող եք անգամ անտեսել այն բոլոր վատ հետևանքները, որոնք կարող են առաջանալ դեռահասների մասնակցության հետևանքով, հաշվի առնելով իրենց տարիքային առանձնահատկությունները, ավելի ճիշտ հաշվի չառնելով տարիքային առանձնահատկությունները, որ իրանք չեն կարող adekvat որոշումներ կայացնել, adekvat գնահատել ստեղծված իրավիճակը եւ դրա վատ հետևանքները նաեւ ֆիզիկական, չեմ ասում բարոյական եւ գաղափարական։ Դուք պարզապես հանուն ինչ որ բանի ամեն ինչի վրայով անցնելու այս բանը թես հնչեցրեցիք։ Ես հուսամ, որ դա դարձյալ ստեղծված իրողությունից է եւ մեկ այլ հաջորդ իրողության պայմաններում ձեր մոտեցումը կփոխվի, որտեղ չմոռանանք, որ մենք գործ ունենք մեր երկրի անվտանգության հենարանի հենքի հետ, որոնք մեր երեխաներն են եւ հանուն ամեն ինչի չի կարելի հրաժարվել ամեն ինչից։ Գիտեք, Տիկին Մուրադյան, երբ որ դուք խոսում եք, իմ աչքի առաջով անցնում էին այն բազմաթիվ կադրերը, երբ տարական դասարանների երեխաները դպրոցների տնօրենների, մարզպետների որոշմամբ ստիպողաբար ծնողների հետ քշվում էին Սերժ Սարգսյանի
նախընտրական հանդիպումներին առաջ Հայաստան փուչիկները ձեռքներին բռնած։ Ես ուզում եմ հասկանալ, իսկ որտեղ էր այս մտահոգությունը ձեր կուսակցության նախընտրական հավաքների ժամանակ։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ մենք ոչ մի երեխայի ստիպողաբար որևէ տեղ չենք տարել։ Այդ երեխաները նաև քաղաքացի են եւ ձեր ընդունած համադրության համաձայն ունեն իրավունքներ եւ ունեն որոշումներ կայացնելու իրավունքներ եւ Հայաստանի Հանրապետությունում այլևս երեխաների իրավունքները նույնպես պաշտպանված են եւ ոչ մի դպրոց, ոչ մի տնօրեն սրանից հետո չի համարձակվի երեխաներին պահել կողպած դռներով դպրոցներում եւ կողպած դռներով դասարաններում։ Սա ես ձեզ երաշխավորում եմ։ Ես ուսում եմ եւ հարցնող պատգամավորներին եւ վարչապետի Տեխնացու Փաշինյանին ռեգլամենտի մեջ տեղավորվել։ Եթե 1-2-3 վարկալի նման ես չեմ անջատում, բայց պարոն